Փառք Հիսուսին իր Սուրբ Հոգու համար ներկայության համար երբ որ դուք շաբաթվա ընթացքում ավելի շատ եք Աստծո հետ ժամանակ անցկացնում աղոթքանում, ստեղ ավելի ուժեղ եք զգում Աստծո ներկայությունը։ Շատ անգամ երբ որ չեք զգում ստեղ, նշանակում է շաբաթվա ընթացքում շատ տարված ու ծրված ենք եղել ուրիշ բաներով ու թող Տերը ավելի ու ավելի ամեն մեկիս ուժեղացնի, որ երբ որ գանք այստեղ Տիրոջ զորությունը զգանք, որովհետև իրոք Տիրոջ ներկայությունը ստեղ ակնհայտ է։ The Lord's presence is evident, ստեղ է Տերը։ Այսօրվա խոսքը, որ ուզում եմ խոսամ, վերնագիրը կոչվում է Personalities from Hell, բնավորություններ դժոխքից։ Ու այս խոսքը ինքը վերնագիրը շատ սուր է հնչում, բայց այս խոսքը դրվեց իմ սրտում, որ խոսամ բնավորություններ դժոխքից, ինչի համար, որովհետև Հիսուսը ավելի շատ խոսում էր դժոխքի մասին, քան թե դրախտի մասին։ Ու ինքը խոսում էր ոչ թե նրա համար, որ մարդկանց վախացնի, այլ նրա համար, որ զգուշացնի մարդկանց։ Դժոխքը իրական տեղ է ու դիվական աշխարհը իրական է, ու մենք դա չենք կարա գցենք մի կողմ, ասենք, դե տենց գրած է, չէ, այդ իրական տեղ է ու Տերը խոսում է դրա մասին։ Ու այսօր ինչն է օգտագործում դիվական աշխարհը ամենաշատը ձեր կարծիքով, ինչի միջոցով է այսօր դժոխքը ու դիվական աշխարհը մարդկանց վրա ազդում ամենաշատը ձեր կարծիքով մի պահ մտածեք։ Ուժեղ գործիքներից մեկը, որ այսօր սատանան օգտագործում է, դժոխքը օգտագործում է, այդ մշակույթն է, culture-ն է։ Ու դժոխքը օգտագործում է culture-ը, որպեսզի ազդի մարդկանց բնավորությունների վրա, character-ի վրա։ Culture is being used to influence people's behaviors and characters. Սատանան օգտագործում է մշակույթը, բայց ինչ ձևով այսօր կնայենք, որովհետև մարդիկ, ովքեր որ այս բնավորությունները ունեն, որ մի քիչ հետո կխոսանք, իրանք չեն կարա իրանց կյանքում ունենան իրական Աստծո հետ մոտ փոխհարաբերություն, relationship։ Իրանք չեն կարա իրանց կյանքում ունենան իրական Աստծո օրհնությունները։ Ու շատ անգամ աղոթքները կարան անգամ չպատասխանվեն այս տեսակ բնավորությունների պատճառով։ Ուրեմն որոնք են դրանք personalities from hell։ Ինչպիսի բնավորություններ են դրանք, որ այսօր culture-ը, այսօր դժոխքը մարդկանց մեջ սերմանում է։ What are those personalities that the culture is influencing us to become? Որովհետև ինչքան էլ աղոթենք, ինչքան էլ եկեղեցի գնանք, եթե մենք չենք փոխվում, եթե մենք գալիս ենք եկեղեցի ու մեր բնավորությունները չի փոխվում, այդ ամեն ինչը Տերը ասում է իզուր է։ Եկեք նայենք Երեմիա 7-րդ գլուխ 3-4 համարները։ Այսպես է ասում զորաց Տերը, Իսրայելի Աստվածը. լավացրեք ձեր ճանապարհները ու ձեր գործերը, եւ ես ձեզ կթողեմ, որ բնակվեք այս տեղը։ Մի հուսակ սուտ խոսքերի ասելով Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն են սրանք։ Ինչ է ասում ստեղ Տերը։ Կուզեմ անգլերենը նույնպես արագ կարդալ։ Տերը ասում է Thus says the Lord of hosts, God of Israel, amend your ways, ուրիշ ձևով ասած, change your ways and your deeds, and I will let you dwell in this place. Do not trust in these deceptive words. This is the temple of the Lord, this is the temple of the Lord, this is the temple of the Lord. Ասում եմ մի խաբեք ինքներդ ձեզ, ասելով Տիրոջ տաճարը, Տիրոջ եկեղեցին, եթե մենք մեր անձերը, բնավորությունները չենք փոխում, եթե մեր մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվում, ուրեմն մենք մի բան ուժեղ սխալ ենք անում։ Ուրեմն մենք դարձել ենք ինքնախաբող մարդիկ։ Ուրեմն որն է այդ առաջի բնավորությունը, որ գալիս է դժոխքից։ Առաջի բնավորությունը, որ արևմտյան մշակույթը, western culture-ը մեզ նորմալացրել է, normalize արել, դա հակառակվող բնավորությունն է։ Կոչվում է opposing rebellious character։ Հակառակվող բնավորությունը դժոխքից է, ինչի համար, որովհետև սատանան ինքն է հակառակորդ։ Սատանան առաջինը հակառակվեց Աստծուն, he was the biggest rebellion, ինքը երկնքում rebellion արեց ու դուրս եկավ Աստծո դեմ ու իր անունը կոչվում է հակառակորդ։ Ու այսօր ովքեր որ գիտեն, սատանայապաշտները օգտագործում են այծի նշանը, գիտեք, goat, the sign of goat։ Ինչի համար են այծի նշանը օգտագործում, որովհետև այծը անընդհատ հակառակվում է։ Գառը հետևում է, խոնարհ է, բայց այծը անընդհատ goat-ը oppose է անում, անընդհատ rebel է անում։ Ու դա սատանայի նշանն է, դա սատանայի բնավորությունն է։
Այսօր այս culture-ը ամեն ինչ անում է, որ դու հակառակության մեջ ընկնես։ Տեսել եք անգամ ամենափոքր բաները, ասենք գործի տեղը մարդկանց, որ ուղղություն են տալիս կամ ասում են կամ correct են անում, ուղղում են, մարդը գնում է դիտմամբ դրա հակառակն է անում։ Դիտմամբ, on purpose։ Ինչի համար։ Որովհետև այս մշակույթը, այս culture-ը մարդկանց սարքում է հակառակվող, embossed, rebellious, opposing ու disobedient, անհնազանդ։ Ու Տերը այս տեսակ մարդկանց չի կարող օգնի։ Տեսեք ինչ է ասում Հակոբոս 4:6, ասում է. Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Ուրեմն հնազանդվեցեք Աստծուն եւ սատանան կփախչի ձեզանից։ Շատ քրիստոնյաների կյանքում սատանան մնում է ու չի փախչում։ Գիտեք ինչի։ Որովհետև այդ այծի վիճակն է իրանց մոտ անընդհատ։ Իրանք երբեք այդ այծից չեն փոխվել իրական գառան, այսինքն իրանք իրանց սիրտը չեն խոնարհեցրել ու դրա պատճառով սատանան շարունակում է իրանց կյանքերում այսպես խառնել ու խառնաշփոթ բերել։ Դա է նաև պատճառը, որ Հիսուսը ասեց, որ երբ որ ինքը երկրորդ անգամ գա, քրիստոնյաները բաժանվելու են երկու մասի։ Գառներին ինքը առանձնացնելու է այծերից։ Սրանք քրիստոնյաների մասին է, սա աշխարհիկ մարդկանց մասին չի, որովհետև աշխարհիկ մարդիկ իրանք անգամ Հիսուսին չեն էլ ունենալու, իրանք արդեն ավտոմատ դատապարտված են, բայց այն մարդիկ, ովքեր ընդունել են Քրիստոսին իրանց կյանքում մի պահ, բայց շարունակում են հակառակության մեջ ապրել ու Տիրոջ խրատը, Տիրոջ խոսքը մերժում են, կամ երբ որ իրանց խրատ է լինում, ուղում է լինում, իրանք անընդհատ հակառակվում են, Հիսուսը ասում է վերջին ժամանակում, երբ որ ինքը գա, ինքը առանձնացնելու է գառներին այծերից, ու գիտեք դաժան է թվում, բայց դա է իրականությունը, որ այծերը չեն մտնելու Աստծո արքայությունը։ Հպարտության culture, the culture of pride, ասում է do what you want. I can do whatever I want. Ես ինչ որ պետք է, ինչ որ ուզում եմ, կարամ անեմ։ Ինձ ոչ մեկ չի կարա ասի. No one can tell me what to do. Այս տեսակի attitude-ը, այս տեսակի behavior-ը, it's not a Christian behavior. Սա քրիստոնեական վիճակ չի, քրիստոնեական բնավորություն չի, սա չարի բնավորությունն է, որովհետև pride-ը մեզ տանում է դեպի կործանում, it leads us to destruction։ Եկեք նայենք ինչն է, որ խոսքը ասում է, Առակաց 16:5-ում տեսեք ասում է, Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտները, անշուշտ որ նրանք անմեղ չեն համարվելու։ Everyone who is arrogant in heart is an abomination to the Lord. Be assured he will not go unpunished. Մեկ այլ տեղում Առակաց 16:18-ում ասում է կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը։ Pride goes before destruction and a haughty spirit before a fall. Շատ անհաջողությունների, շատ վատ դեպքերի պատճառը լինում է հպարտությունը։ Մարդիկ չեն իմանում, բայց երբ որ իրանք հպարտանում են արդեն այդ իրանց համար, իրանց կյանքում հող է պատրաստում, it prepares the ground, it prepares the soil for disaster. Հող է պատրաստում անհաջողությունների ու վատ բաների։ Պատճառները, որ մարդիկ ընկնում են հակառակության մեջ, մեկը հպարտությունն է, որ ասեցի pride-ն է, մյուսը կարող լինի վախը, fear։ Մարդիկ, ովքեր որ տրավմաներ են ունեցել իրանց կյանքում, people who had traumas, emotional traumas, իրանք ունեն իրանց շուրջը այդ պաշտպանողական վիճակը, they have that defense mechanism around them։ Ու այդ պաշտպանվածության պատճառով իրանք անընդհատ հակառակվում են ու չեն թույլ տալիս, որ Տերը իրանց հետ աշխատի։ Ինչ է պետք այս տեսակ մարդկանց, իրանց պետք է emotional healing, իրանց պետք է բժշկություն, բայց որպեսզի Տերը բժշկի, իրանք պետք է թույլ տան, իրանք պետք է թույլ տան, որ Տերը իրանց մոտենա։ Մի խոսք կա, որ մարդիկ ասում են don't bleed on those who didn't cut you։ Մի արյունահոսի նրանց վրա, ովքեր քեզ չեն վնասել։ Ուրեմն կապ չունի թե պատճառը որն է, հակառակության բնավորությունը դա շատ լուրջ, մեծ վատ բնավորություն է, որ գալիս է դժոխքից ու Տերը դրան չի հավանում ու այդ տեսակ մարդիկ չեն կարող հաջողություն ունենալ կյանքում։ Մյուս տեսակը բնավորության կոչվում է չհարատևող, չնվիրված բնավորություն, uncommitted, inconsistent personality։ Այս մշակույթը, culture-ը մեզ սարքում է շատ inconsistent, չհարատևող, չհամբերող ու ամեն ինչից արագ ձանձրացող, easily bored։ Մարդիկ անընդհատ փնտրում են արագ զվարճանքի տեղեր։
They are constantly seeking short-term entertainment. Արագ հաճույք ու զվարճանք են փնտրում։ Անկամ եկեղեցի եկող մարդիկ, ովքեր որ սկզբից գալիս են, Աստծո ներկայությունը զգում են, Աստված իրանց կպնում է, բայց այն պահը, որ գալիս է, որ իրանք պիտի consistent լինեն, հարատևեն, Տիրոջը հետևելու մեջ, քանի որ իրանց մարմինը անընդհատ սովորա հավեսի, զվարճանքի, իրանք շուտ ձանձրանում, հոգնում ու հետ են կանգնում։ Տերը չի հավանում այս տեսակ բնավորությունը, որովհետև մարդիկ, ովքեր որ շատ արագ bored են լինում, ձանձրանում են կամ inconsistent են, այսինքն commit չեն անում, չեն նվիրվում մի բանի մինչև վերջ, իրանք չեն կարող հաջողակ լինեն։ Իրանք չեն կարող հաջողակ լինել ոչ հավատքի մեջ, ոչ ընտանիքի մեջ, ոչ բիզնեսի մեջ, ոչ դասերի մեջ, ոչ մի բանի մեջ։ Այս խոսքը եկեք կարդանք Մատթեոս 11:12-ը, տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունը ուժով է առնվում։ Անգլերեն կկարդամ, ասում է From the days of John the Baptist until now the kingdom of heaven has suffered violence and the violent take it by force. Ուրիշ ձևով ասած կարանք ասենք the strong take it by force. Դու պետք է ուժեղ լինես, որպեսզի մտնես Աստծո արքայությունը։ Խոսքը ֆիզիկական ուժի մասին չի, խոսքը խելքի մասին չի, խոսքը բնավորության ուժի մասին է։ Դու պետք է լինես բնավորությամբ ուժեղ ու հարատևող, consistent, ոչ թե ամեն ստից բանից հավեսդ չգա, հոգնես, ձանձրանաս, depressed զգաս։ Այս culture-ը բոլոր ձանձրացողներին ասում է depressed։ Արդեն մարդը հոգնել է, ձանձրացել է, հավես չունի, I'm depressed։ Ես դեպրեսիայի մեջ եմ։ I have anxiety, այն օրը գործից տեղը մեկի հետ էի խոսում, ասում գնացել եմ բժիշկի ինձ դեղեր ագրե anxiety, որտեվ ամեն առավոտ որ գալիս եմ, մարդկանց հետ շփվում եմ, մոտս anxiety է առաջանում կամ depression է առաջանում։ Այս culture-ն է մարդկանց տենց սարք է, որովհետև իրանք սովոր չեն իրանց բեռը վերցնեն ու գնան։ Դրա համար Հիսուսը ասեց վերցրա քո խաչը ու արի իմ հետևից։ Խաչը ծանր է, բայց ինքը նաև հաճելի է, որովհետև այդ ծանրությունն է, որ քեզ հանելու է դեպրեսիայից, այդ ծանրությունն է ու այդ բեռն է, որ քեզ հանելու է anxiety-ից, քեզ հանելու է darkness-ից։ Շատ մարդիկ այսօր suicidal են, այսօր շատ մարդիկ ինքնասպանության մտքեր ունեն, ինչի համար, գիտեք, որովհետև հեշտասիրություն են ուզում, ամեն ինչ ուզում են հեշտ, արագ, ու երբ որ անընդհատ իրանք հեշտ, մի պահ գալիս է, որ ուղեղել չի բավարարվում։ Էլ այդ դոպամինի այդ լևելը էլ իրանց չի հերիքում, էլ այդ զվարճությունը չկա։ Ու նույն բանը կատարվում է այդ մարդկանց հետ, երբ որ իրանք սկսում են եկեղեցի գալ։ Երբ որ իրանք պետքա նվիրվեն, երբ որ իրանք պետքա եկեղեցի գան, ասենք ամեն կիրակի, պետքա Bible study-ներին գնան, պետքա գնան ministry school, պետքա հաջորդ քայլերը անեն, իրանք չեն անում հաջորդ քայլերը, որովհետև ձանձրանում են, հավես չունեն կամ հեշտ բաների հետևից են գնում։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, որպեսզի մենք լինենք հաջողակ Տիրոջը հետևելու մեջ, մենք չպիտի հեշտին ու հարմարին ձգտենք։ Թույլ բնավորություն է սարքում այս մշակույթը։ This culture makes you weak. Այս մշակույթը քեզ սարքում է շատ թույլ։ Ու գիտես ինչ է սարքում քեզ։ Քեզ փորձում է ամեն ձև quitter սարքի, որ ամեն ինչից շուտ հանձնվես, թողես գնաս։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, մարդիկ ովքեր որ այդ ձևի են, իրանք արագ փոխում են իրանց շրջապատը։ Շատ շուտ իրանք արան փոխեն իրանց church-ը, իրանց քաղաքը, city-ն, իրանց զուգընկերոջը, բայց խնդրեմը իրանց մեջ է, իրանց inconsistent-ի մեջ է։ Իրանց չհարատևող բնավորությունը իրանք պիտի փոխեն, բայց փոխարենը անընդհատ փոխում են մեկ էս մյուս եկեղեցին, մեկ էս մյուս քաղաքը, մեկ էս մյուս մարդը, ու դրա պատճառով իրանց կյանքում փոփոխություն չի լինում, որտեղ այդ բնավորությունը իրանք իրանց հետ տանում են։ Ուրեմն սա էլ uncommitted, inconsistent personality character, սա իրոք it's a recipe for disaster։ Ուրիշ ձևով ասած, սա բանաձև է արագ կործանվելու։ Մյուս բանը, ուրեմն կխոսանք հիմա։ Մի խոսք էի գրել, որ Հիսուսը ասեց նեղ դռնով մտեք, հիշում եք այդ խոսքը, ասեց, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ կորուստ է տանում եւ շատերն են նրանով գնացողները, բայց նեղ է դուռը եւ նեղված է ճանապարհը, որ տանում է կյանք եւ քչերն են նրան գտնողները։ Այս խոսքը շատերը սխալ են մեկնաբանում, որ ասում է նեղ է դուռը, մտածում են պիտի իրանց կյանքը անպայման նեղություններով, փորձանքներով, դժբախտություններով լինի, խոսքը դրա մասին չի։
Նեղա ինչի համար, որովհետև դու քեզ պիտի դիսցիպլինայի ենթարկես, դու քեզ պիտի վերցնես ու ամեն կիրակի գնաս եկեղեցի, դու քեզ պիտի վերցնես ու այս խոսքը կարդաս ու կատարես, դու քեզ պիտի վերցնես ու աղոտ քանել, դու քեզ պիտի վերցնես ու ասես լսի խրատը, լսի մեծին, լսի նրանց, ովքեր ավելի փորձառություն ունեն, experience ունեն։ Սա է նեղ դուրը, ոչ թե այն, որ մենք պիտի անընդհատ դժբախտ, նեղված, տխուր լինենք, այլ այն է, որ մենք պետք է մեր հավեսը, մեր ուրախ ցնծալի հավես, զվարճալի բաները կողքի դնենք ու վերցնենք Տիրոջ գործը, Տիրոջ բեռը, consistency, ուրիշ ձև ասած։ Մյուս տեսակի բնավորությունը, որի մասին կուզեմ խոսել, որ շատ էլի վատ է, կոչվում է հետաքրքրասեր բնավորություն, անգլերեն nosy personality, չափից դուրս հետաքրքրասեր կամ բամբասկոտ բնավորությունը։ Սա դժողքից է, որովհետև սատանան ինքը կոչվում է բանսարկու։ One of his names is a gossiper։ Այն մարդիկ, ովքեր անընդհատ անցնում են անտեսանելի սահմաններ ու մտնում են ուրիշների կյանք, իրանք այս բնավորությունը ունեն։ Those people who are crossing invisible lines and are invading people's privacy։ Այսինքն, պարտադիր չի, որ բամբասանքը վատ բաներ լինի։ Կարա լավ թեմաներով է լինի, օրինակ մարդիկ լավ հետաքրքիր sense թեմաներ են քննարկում, բայց եթե դու անընդհատ զբաղված ես քննարկելով սրա նրա կյանքը, դա չի կարող Տիրոջը հաճելի լինել։ Մենք որպես քրիստոնյաներ չպետք է տենց խոսակցությունների մեջ լինենք, մենք կարանք քննարկենք շատ հետաքրքիր բաներ, գիտական բաներ, գաղափարներ, բիզնես գաղափարներ, Տիրոջ խոսքը վերջի վերջո։ Ամոթ չի Տիրոջ խոսքի մասին խոսալ, հələ ընդհակառակը Տերը ասում է խոսացեք իմ խոսքը անընդհատ։ Բայց եթե անընդհատ մարդկանց մասին ենք խոսում, դա չարի գործիք է դառնում արդեն։ Օրինակներ կան, ասենք, պարտադիր չի վատ բան խոսակ, չգիտեմ, խոսում է մեկը ասում է օրինակ լսար Գագոն 100,000 լոն արեց, որ երեխու համար հարսանի քանի, կամ չգիտեմ, բա իմացար, կամ մարդիկ կան գալի հարցնում են քեզ սկզբից, ասենք ծանոթանում եք, նորմալ է, որ ասենք հարցնես what do you do for a living, ինչ ես անում, ինչն է քո գործը, բայց հետո բա how much you earn an hour, ասենք ժամական ինչքան ես, ամսական ինչքան է, բա ծախսերդ ինչքան է, բա այս ինչքան է, այն ինչքան է։ Այս տեսակի հետաքրքրասիրությունը դուռ է բացում չարի համար, հավատակ թե չէ, Աստծո խոսքը եկեք կարդանք Առակաց 20:19-ում ինչ ասում։ Ասում է գաղտնիքը հայտնում է բանսարկության ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր։ Ասում է whoever goes about slandering reveals secrets, therefore do not associate with a simple babbler։ Babbler նշանակում է, որ անընդհատ խոսում է, babble անում, այսինքն անընդհատ ինքը ինչ-որ ինֆորմացիա է փնտրում։ They're constantly seeking information։ Եթե անգամ դու այդպիսին չես, հեռու մնա տենց մարդկանցից Աստծո խոսքը ասում է, որովհետև այսպիսի մարդիկ իրանք քայլող վտանգ են, ասենց ասեմ, they're a walking danger։ Ասենց մարդիկ են, որ ընտանիքները խառնում են, հարաբերությունները խառնում են, անգամ եթե իրանք ոչ մեն չեն ասում, այդ իրանց այդ տեսակի բնավորության պատճառով սխալ բան է արձակվում մարդկանց կյանքերի վրա։ Ես մի անգամ, երկու անգամ այդպես մարդու հետ շփվել եմ ու զգացել եմ լարվածությունին վրա, այդ մի տեսակ լարվածություն է եկել վրաս, ջղայնություն է եկել, որովհետև այդ մարդու հետ եմ շփվել։ Բայց այդ մարդը ինձ ոչ մի բան չի ասել, մի երկու հարց է տվել, այդքան բան։ Տերը իմաստություն է տալի, ասում է հեռու մնա այդ մարդուց, կամ եթե դու ես այդպիսին, ուրեմն դադարի տենց անելուց։ Նորմալ է, որ մենք հետաքրքրվենք մարդկանցով, բայց դա պիտի լինի առողջ level-ի, դա պիտի լինի on a healthy level։ Ուրեմն շատ nosy լինելը դա շատ վատ բան է ու Տերը դրան հավանություն չի տալիս։ Մյուս տեսակի բնավորությունը, որ գրել եմ, եսակենտրոն self-centered personality։ Անգլերեն կարող ասենք spotlight seeker, այն ձևի մարդիկ, ովքեր որ անընդհատ փնտրում են լինել ուշադրության կենտրոնում, անընդհատ փնտրում են առաջի տեղում, մրցակցական այդ բնավորությունը, մրցակցային competitive կամ self-centered personality։ Խոսքը նրա մասին չի, որ դուք ամեն ինչ անում եք, որ ասենք ձեր գործի մեջ լավ լինեք, ձեր դասերի մեջ լավ լինեք, դուք ձգտում եք։ Խոսքը նորմալ ձգտումի մասին չի, բայց խոսքը նրա մասին է, որ մարդիկ անընդհատ ձգտում են պատվավոր աթոռների, people who are
striving for honorable seats. Ու Հիսուսը դրա մասին օրինակ բերեց, ասեց, երբ որ ձեզ կանչում են օրինակ հարսանիք կամ միտեղ են հրավիրում, մի գնա փորձի անընդհատ ամենաառաջը, ամենադեմը նստես, որովհետև լավ է, որ քեզ բերեն առաջ, ոչ թե դու ինքդ քեզ բերես։ Ու եկեք կարդանք այդ խոսքը Ղուկաս 14:11-ում, ասում է, որովհետև ամեն ով որ իր անձը բարձրացնում է կխոնարհվի, եւ ով որ իր անձը խոնարհեցնում է կբարձրանա։ Whoever goes, չես մեկը չեմ գրել, ասում է whoever lifts themselves up will be humbled, ով որ իրան անընդհատ փորձում է առաջ գցի։ Սա աշխարհի ձևն է, սա քրիստոնեական Աստծո ձևը չի, երբ որ մարդը անընդհատ ձգտում է, որ ինքը լինի spotlight-ում, այսինքն ամեն ինչի կենտրոնում։ Եվ մի օրինակ էլ կա, որ Գործք առաքելոցի մեջ, ակցի մեջ 12:20-23-ը, երբ որ Հերովդես թագավորը գալիս է ու խոսք է խոսում, ճառ է կարդում, he gives a speech, ու այդ պահին մարդիկ շատ impressed են, շատ տպավորված են այդ իր ճառով, they're very impressed, այնքան տպավորված են, որ սկսում են ասել, աղաղակում են, ասում են, դա Աստծո ձայնն է, դա Աստծո ձայնն է, այսինքն Աստծո տեղ են այս մարդուն դնում։ Ու այդ պահին, երբ որ տենց են ասում, ինքը վերցնում է այդ փառքը, տեսեք ինչ է կատարվում, եւ ամբողջը աղաղակում էր, թե դա Աստծո ձայնն է, եւ ոչ թե մարդու, եւ իսկույն Տիրոջ հրեշտակը զարկեց նրան, որովհետեւ Աստծուն չտվեց փառքը եւ որդերով լցվեց եւ մեռավ։ Հերովդես թագավորը, որ անգամ Աստծուն չեր էլ ճանաչում, դատաստան եկավ իր վրա, որովհետև ինքը գիտեր, որ այդ position-ը, այդ տեղը, որ ինքը ունի, ու այդ talent-ը, տաղանդը, որ ունի, դա Տիրոջից է, ու երբ որ ինքը Տիրոջը չտվեց այդ փառքը, Տիրոջ հրեշտակը զարկեց նրան եւ նա լցվեց որդերով եւ մահացավ։ Եվ սրանից հետո Տիրոջ գրածա Տիրոջ եկեղեցին աճում էր եւ ընդարձակվում։ Ուրեմն սա էլ մի բնավորություն է, որ պետք է ընդհանրապես տեղ չունենա մեր մեջ։ Մյուս բնավորությունը կոչվում է կեղծավոր բնավորություն hypocritical personality։ Էլի այս մշակույթը culture-ը մեզ ուզում է շատ ուժեղ սարքի կեղծավոր։ This culture is trying to make us hypocrites։ Կեղծ ժպիտ, կեղծ խոսակցություններ, կեղծ վայ, այտենց բաներ, որ իրականում դու գիտես քո մեջ դու լավ չես տրամադրված այդ մարդու հանդեպ։ Գիտես քո մեջ իրականում դու տենց չես, բայց դու ուրիշ ձև ես քեզ պահում։ Դու մենակ nice ես դրսից, ոչ թե ներսից, ու դա կոչվում է կեղծավորություն, it's called hypocrisy։ Սենց բաներ շատ կա գործի տեղերում, եթե դուք աշխատում եք ամերիկյան տեղերում, զգուշ եղեք, որովհետև այդ տեսակի բնավորությունը, personality-ն վարակիչ է, it's contagious and it spreads on other people, ուրիշ մարդկանց վրա էլ է տարածվում, եթե ուշադիր չենք լինում, նույնիսկ քրիստոնյաների վրա այդ կարա ազդի։ Այսինքն, իրանց nice mask-ի տակ, իրանց այդ սիրալիր ժպիտի տակ թաքնված է հրեշ։ A monster is hiding behind a nice mask։ Քրիստոնյաները այդպեսին չպիտի լինեն։ Կամ տեսել եք ժպտում են ու պատտվում են ու միանգամից դեմքը փոխվում է։ You can tell they're fake։ Գիտես, որ կեղծ են իրանք։ Գիտեք, Հիսուսը nice չէր, Jesus was not nice։ Եթե դուք կինոներ եք նայել, որտեղ Jesus-ը շատ nice է, այդ կինոները սխալ են հանել։ If you watched movies where Jesus is too nice, it's not Jesus։ Հիսուսը nice չէր։ Հիսուսը Աստված էր, նա իշխանություն ուներ, he had authority։ Ու բոլոր իրան հարգում էին, respect էին անում։ Jesus was kind, he was not nice։ Նա բարի էր, նա ուներ հոր սերը իր մեջ ու նա մտածում էր մարդկանց մասին, բայց նա ման չէր գալիս, որ մարդիկ իրան նայեն, ասեն, «Վաու, սիրալիր լինեն անընդհատ»։ Բա դրա համար սպանեցին Հիսուսին, խաչեցին։ Եթե nice լիներ, nice մարդուն երբեք չէին խաչի, խաչը չէին բարձրացնի, որովհետև ինքը ասում էր մարդկանց ճշմարտությունը սիրով։ He was telling people the truth with love։ Ասում էր մարդկանց ու չէր վախենում, որ իր հետ ինչ կլինի։ Մենք էլ որպես քրիստոնյաներ պետք է ճշմարտությունը սովորենք ասել սիրով, սիրող սրտով, ոչ թե judgmental heart-ով, ոչ թե դատող սրտով, բայց սիրող սրտով ասենք ուղիղ ճշմարտությունը։
Հենց այդ է kindness-ի ու niceness-ի տարբերությունը, բարության ու ուղղակի սիրալիրության տարբերությունը, որ դու մտածում ես մարդու մասին, դու մտածում ես, որ այդ մարդու համար լավ լինի, դու չես մտածում քո մասին ինչ կմտածի ինքը այդ պահին։ Այն մարդիկ, ովքեր անընդհատ կեղծավորություն են անում, իրանք ուրիշ ձևերով ասած իրանց մարքեթինգն են անում, they're doing image marketing, իրանց image-ն են, այսպես ասած, փորձում ներկայացնել հասարակության, society-ին։ Ու Տերը չի հավանում այս տեսակ բնավորությունը, որովհետև մենք պետք է անընդհատ ձգտենք, որ մարդկանց ուղղորդենք դեպի Քրիստոսը։ We have to try to lead people to Christ։ Ու մեկ դա պահանջելու է, որ մենք նրանց ճշմարտությունը ասենք։ It's going to require us to tell them the truth without compromise, առանց կոմպրոմիսի։ Դա է պատճառը, որ Տիրոջ խոսքը տրվել է մեզ, որ մենք իմանանք այդ ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը ասենք Տիրոջ։ Մյուս բնավորության տեսակը, որ գրել եմ, կոչվում է կասկածող բնավորություն կամ suspecting personality կամ ենթադրող բնավորություն։ Այս էլ այն տեսակ մարդիկ են, այսի вообще sense ասեմ, սատանայի սիրած բնավորությունն է, որտեղ դևերը շատ են սիրում այս տեսակի մտածելակերպի mindset-ի վրա հարձակվեն։ Ինչի համար, որովհետև երբ մարդը ամեն ինչ կասկածում է, ամեն ինչ, ոչ մի բանի չի հավատում, դևերը անընդհատ իր մտքի մեջ բերում են կասկածներ։ Demons are constantly torturing them with doubt. Իրանք ոչ մեկի չեն վստահում։ Իրանց զուգընկերոջն է չեն վստահում, եկեղեցուն է չեն վստահում, հովիվին է չեն վստահում, եկեղեցու ծառայողներին, դրսի բիզնեսներին, կառավարությանը, պրեզիդենտին, բոլորին կասկածում են, բոլորը մի բան են չեն անում, մենակ իրանք են այս աշխարհում ճիշտ։ Այս տեսակի կասկածամիտ բնավորությունը, էսի սատանայի բունն է։ Ինչի համար, որտեղ դևերը սիրում են հարձակվեն ու անընդհատ մտքեր բերեն։ Ու գիտես ոնց է աշխատում։ Կիսատ պրատ փաստերի վրա։ Partial evidence անգլերեն ասած։ Այսինքն դու ունես փաստ, բայց դա կիսատ է, դա միայն մի մասն է։ Հասարակ բան, ասենք, մտնում ես on-line, տեսնում ես ընկերոջդ այդ green active mark-ը ցույց է տալիս, զանգում ես չի վերցնում։ Մարդիկ կան, միանգամից նեղանում են, միանգամից չվերցրես։ Կարող է մտել էր բաղնիկ, կարող է քնել էր, կարող է աշկը կպել էր, կարող է երեխեն էր վերցրել այդ հեռախոսը իր ձեռը։ 1000 հատ պատճառ կա։ Մենք չպիտի ավտոմատ կասկածենք մարդկանց ու միանգամից նեգատիվը մտածենք, բացասականը։ Կամ կարող է այդ օրը եկավ ինձ չբարևեց։ Կարող է մտքերով է, կարող է չի ուշադիր եղել, կամ հազարումի պատճառ կարա լինի։ Մենք չենք կարա միանգամից 1-2 դեպքի հիման վրա կարծիք կազմել։ Սատանան շատ սիրում է, որովհետև ինքը սիրում է մարդկանց տանջի էմոցիոնալ ձևով, գիտեք, որովհետև այս տեսակի կասկածամիտ մարդիկ իրանք խաղաղություն չունեն, they don't have peace։ Իրանք անընդհատ իրանք ուղեղը 24/7 անընդհատ sense աշխատում է ինչ-որ ուղղությամբ։ Ու այդ էմոցիոնալ ցավը, որ չարը իրանք պատճառում է, that emotional pain, Էդի գալիս է այդ տեսակ մտածելակերպի պատճառով, որովհետև իրանք անընդհատ նեգատիվի վրա են մտածում։ Նույնիսկ օրինակներ կարամ բերեմ, բայց մի օրինակ կարամ ասեմ, ես վերջերս Էրիկի հետ քննարկեցի ու գործի տեղը մի հատ խոսակցություն լսեցի ականջի ծայրով, բարձր էին խոսում, ինձ թվաց իմ մասին են խոսում։ Ու հաստատ չգիտեի, բայց շատ նման էր, որ հենց իմ մասին են քննարկում, ու գիտեք ինչ, երկու ընտրություն ունեի, I had two options, կամ ես մտածում եմ անպայման այս ամեն ինչը իմ մասին էր, ու ես այդ ամեն ինչը բացասական ձևով եմ ընկալում, կամ ես էդի ուղղակի բաց եմ թողում, որովհետև հաստատ չգիտեմ։ Ուրեմն եթե հաստատ չգիտենք, պիտի բաց թողենք այդ մտքերը, եթե 100% փաստեր չունենք, պիտի բաց թողենք։ Նույնն էլ սխալ է կասկածամիտ լինել government-ի եւ կառավարությունների մասին։ Տիրոջը սա շատ զզվելի է, երբ որ մարդը առանց իմանալու մեղադրում է կառավարություններին, նախագահներին, վարչապետներին, այն մարդկանց, ովքեր իշխանության են դրվել։ Դա մեր գործը չի։ Տիրոջ խոսքը մեզ մի բան ասում է աղոթեք նրանց համար, որ խաղաղությունով բնակվեք եւ ավետարանի գործը տարածվի։ Կարող ես աղոթել, աղոթի։
Չես կարող, ոչինչ մի ասա, որովհետև կասկածամիտ նեգատիվ խոսքերը դուռ են բացում չարի համար եւ քո կյանքում են դուռ բացում։ Նենց չի, որ դու տենց խոսացիր այդ մարդու հետ ընդ վատ բան կլինի։ Ոչ մի բան չի լինի իրան, բայց քո հետ կլինի, որովհետև կասկածամիտ նեգատիվ խոսակցությունները ուղղված իշխանավորների դեմ դուռ են բացում, որ չարը attack անի։ Նույնն էլ պետք է մանավանդ զգուշ լինենք այն մարդիկ, ովքեր հոգևոր position-ների մեջ են, in spiritual authority։ Հոգևոր իշխանությունների մեջ եղած մարդիկ ավելի զգուշ պիտի լինենք, որովհետև իրանք Աստծո մարդիկ են։ Իսկ Աստծո մարդկանց հանդեպ պիտի ունենանք double honor։ Կարդացեք խոսքը, այտենց էլ գրած է, double honor։ Երկակի պատիվ պիտի տանք։ Եվ մենք որպես եկեղեցի, որպես քրիստոնյաներ, որ կոչվում են քրիստոնյա, Christians, պիտի կատարենք այս խոսքը, որ Տերը ասում է աղոթք արեք ձեր իշխանավորների համար։ Ամեն։ Այսքանն էր այսօրվա բնավորությունները, որ գրել էի, ու մի բան եմ ուզում ասեմ անգամ, եթե դուք ձեզ բռնացրեցիք այս բնավորությունների մեջ, լավ լուր ունեմ, կարանք փոխվենք, դրա համար ենք գալիս եկեղեցի, որ փոխվենք։ Տերը ուժեղացնում է մեր ամենաթույլ կողմերը ու սարքում է դրանք մեր ամենաուժեղ կողմերը, եթե մենք Տիրոջը թույլ տանք։ Տերը դրա համար է դրել եկեղեցին, մենք չենք գալիս եկեղեցի հանգստանալու համար։ We're not coming to church to have չգիտեմ ինչ։ Հանգստանալու համար կարանք գնանք հավայան կղզիներ, կարանք գնանք մեր bedroom, կարանք հանգստանանք, բայց ոչ եկեղեցում հանգստանալու համար չի։ Եկեղեցին փոխվելու համար է։ Church is for changing։ Տերը ինքն է փոխում մեզ, իհարկե իր խոսքով, երբ որ մենք թույլ ենք տալիս, բայց Տերը կարա միայն օգնի նրանց, ովքեր իրանց են օգնում։ Եթե ես ինքս ինձ չօգնեմ, եթե ես ինձ չբերեմ ամեն օր եկեղեցի, ամեն կիրակի, կամ եթե ես ինձ չտանեմ, չսովորացնեմ այս խոսքը, եթե ես ինձ չխոնարեցնեմ, humble չանեմ, որ սովորեմ մեկից, ով որ գիտի ավելի շատ, դա լինի քո հովիվը, քո առաջնորդը, ես երբեք առաջ չեմ գնա, progress չեմ մնա, Տերը չի կարողանա օգնի։ Ուրեմն պիտի աշխատենք մեր բնավորությունների վրա եւ Տերը այդ ժամանակ մեզ կօգնի։ Տերը ասում է ինքը մեզ option-ներ է տալիս, ինքը մեզ տարբերակներ է տալիս, ասում է նայ, կարաս սենց անես, կարաս սենց անես։ Բայց եթե ընտրեցիր քո ուզած ձևը, go ahead, go right ahead, դու պատասխանատու ես քո consequence-ի համար, քո հետևանքների համար։ Տիրոջը հետևել նշանակում է թողնել բաներ։ Ու այդ բաների մեջ մտնվում է բնավորության գծեր։ Մենք պիտի հարմարվենք, մենք չպիտի ասենք, դե ես հիմա սենց եմ։ Ես հիմա, չգիտեմ, այս ձևի եմ օրինակի համար։ Մեզանից ոչ մեկը որպես քրիստոնյա տենց չի մտածում, մենք բոլորս այդտեղ փոխված մարդիկ ենք, ամեն մեկս։ Այն որ աշխարհում ասում են մարդիկ չեն փոխվում, եկեղեցում փոխվում են, որովհետև Քրիստոսը մարդկանց փոխում է։ Քրիստոսի հոգին կենթանացնում է այս խոսքը, ու այս խոսքը, կենթանի խոսքը, որ լցվում է մեր մտքերի սրտերի մեջ, փոխում է մեզ, մենք դառնում ենք ուրիշ մարդ։ Ամեն, այսքան էր այսօրվա խոսքը Աստծո սիրելի ժողովուրդ, եկեք ոտքի կանգնենք աղոթքի եւ խնդրենք Տիրոջը, որ աշխատի մեր բնավորությունների հետ եւ որպեսի այս մշակույթը culture-ը չազդի մեր վրա։ Հալելույա, Հայր մեր երկնային Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք Տեր քո օծության, քո խոսքի համար Տեր։ Շնորհակալ ենք, որ դու այստեղ ամեն մեկին ընտրել ես լինելու քեզ հետևորդ եւ կանչել ես Տեր Աստված քեզ հետևելու մինչեւ վերջ։ Մենք խնդրում ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Սուրբ Աստծո հոգի, որ լուսավորես այստեղ ամեն մեկի հոգու աչքերը, որ խոսքը լսենք, ընդունենք եւ կատարենք, այլ ոչ թե ուղակի լսենք ու մոռանանք Տեր։ Մենք Հիսուսի անունով կոտրում ենք ամեն մշակույթի ազդեցությունը, ամեն մշակույթային սխալ բնավորությունների ազդեցությունը մեր կյանքերի վրայից։ Եթե անգամ այդպիսին ենք եղել Տեր Աստված, եթե սխալներ ենք արել եւ եթե consistent չենք եղել, հարատևող չենք եղել, եթե հակառակվել ենք, եթե չափից դուրս հետաքրքրասեր ենք եղել Տեր, եթե ամեն ինչում Տեր կասկածել ենք, եթե կառավարություններին, իշխանություններին վատ բաներ ենք ասել, ներողություն ենք խնդրում Տեր Աստված, խնդրում ենք ների՛ր մեզ Տեր, խնդրում ենք քո որդի Հիսուսի արյունով մաքրիր ամեն մեկին ամեն մեղքերից եւ փոխարենը Տեր, խնդրում ենք որ լցնես ամեն մեկին քո ներկայությամբ եւ քո խոսքի գիտությունը թող ամեն մեկին փոփոխի եւ գա իրական բնավորության փոփոխությունը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով եւ խնդրում եմ Տեր Հիսուսի անունով որ ամեն մեկի մեջ ձևավորվի Քրիստոսը,
որպեսզի ամեն մեկը դառնա ել ավելի Քրիստոսանման, ել ավելի ձգտի հետևել Քրիստոսին, հետևել եկեղեցուն, հետևել նրանց, ովքեր Քրիստոսի պես են ապրում։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, թող քո ներկայությունը, պաշտպանությունը լինի Տեր քո ժողովրդի վրա։ Տեր Աստված, զորացրու քո եկեղեցին, դու տեսնում ես այս մարդկանց սրտերը, իրանց սերը, իրանց ձգտումը Տեր փոխվելու։ Խնդրում եմ, որ Տեր փոխես ամեն մեկիս, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով աղոթեցինք միաբան, ամեն։